Շիրակի մարզում ժամը 19:00-ի սահմաններում Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են 2 Mercedes և Kia մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Kia-ի վարորդը տեղում մահացել է, իսկ Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանները պարզել են, որ վթարը նախ տեղի է ունեցել 2 ավտոմեքենաների միջև, որից հետո նրանցից մեկը բախվել է ճամփեզրին կայանված մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենայի։ Վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։ Դատախազը 2025 թվականի մայիսի 2-ին 2 երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել։ Քրեական վարույթով պարզվել էր, որ 2 անչափահասների մայրը 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023-ի հունվարի 7 ժամանակահատվածում անչափահասներին պարբերաբար ենթարկել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության։ Նաեւ Երևանի շինություններից մեկում մի քանի օրով թողել է միայնակ առանց ծնողական խնամքի ու առանց սննդի։ Մեղրիի Ալբանք բնակավայրի 8.5 հեկտար մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդներն անցկացվել են ձևական, որոնց հիման վրա վերոնշյալ հողամասերն օրենքով սահմանված կարգի խախտմամբ դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից։ Դատախազությունից հայտնում են, որ դատավճռի հիման վրա դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, 18-ին եւ 23-ին վերոնշյալ հողամասերի վերաբերյալ անցկացված աճուրդներն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին 5 հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան։ Հայցադիմումներն ընդունվել են, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։ Մայիսի 20-ին բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի շարքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը եւ նվազեցնում ստրեսը, նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակությունում ազատության մեջ հայտնվելուց հետո։ Միացյալ Նահանգներում հայկական կազմակերպված հանցավոր խմբին անդամակցելու կասկածանքով 13 անձ են ձերբակալել։ Սպառնացող մեղադրանքներն են սպանության փորձ, առևանգում, զենքի ապօրինի կրում, բանկային եւ էլեկտրոնային խարդախություն։ Իրավապահները խուզարկել են Լոս Անջելեսի Սանվելի շրջանում գտնվող առանձնատունը, ինչպես նաեւ հարավային Կալիֆոռնիայում եւ Ֆլորիդայում գտնվող այլ սեփականություններ։ Միացյալ Նահանգների դատախազները հայտնել են նաեւ, որ 83 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ են գողացել Ամազոնից։ Հաղորդվում է, որ երեքշաբթի տեղի ունեցած գործողության ընթացքում իրավապահները առգրավել են մոտ $100,000 կանխիկ գումար, 3 զրահամեքենա եւ 14 հրազեն։ Մարսիկ գետի ափամերձ հատվածում նախ ձկնորսությամբ զբաղվող 2 քաղաքացու ձկնորսական եւ անձնական իրեր են հայտնաբերել, ապա մինչև փրկարարների հասնելը տեղի ուժերով դուրս են բերել քաղաքացիներից մեկի մարմինը։ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել եւ ջրից դուրս է բերվել նաեւ երկրորդ քաղաքացու մարմինը։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրանց կենսաբանական մահը։ Ֆոտոլրագրող Շամշանի տեղեկություններով վերջիններս հայր ու որդի էին։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։